Հիսուսը աճում էր իմաստությունով եւ հասակով Աստծո եւ մարդկանց առաջ շնորհ գտնելով։ Փաստորեն շնորհքը երկու կարևոր ուղղություն ունի. շնորհ գտնել Աստծո առաջ եւ շնորհ գտնել մարդկանց առաջ։ Փաստորեն որպեսզի Հիսուսը շնորհ գտներ, աճում էր իմաստության մեջ, հասակով, որպեսզի այս երկու ուղղությունների մեջ շնորհ գտներ, եւ Աստծո առաջ շնորհ գտներ, եւ մարդկանց առաջ շնորհ գտներ։ Աստվածաշունչը ասում է երկինքների երկինքը Աստծունն է, բայց երկիրը Աստված տվեց մարդկանց որդիներին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որ Աստված է ստեղծել, բայց այն պատկանում է, այն հարմարեցված է, այն նախատեսված է ամբողջությամբ մարդկանց համար։ Սա նշանակում է, եթե Աստծո առաջ շնորհ գտնեմ, բայց մարդկանց առաջ շնորհ չգտնեմ, ես կձախողվեմ։ Երբեմն մարդիկ կենտրոնանում են միայն Աստծո առաջ շնորհ գտնելով, որոշները կենտրոնանում են իհարկե միայն մարդկանց առաջ շնորհ գտնելով։ Այս ծայրեղությունից երբեմն մարդը հայտնում է մեկ ուրիշ ծայրեղության մեջ։